Պատմական Գորանը, ներկայիս Գոգարան գյուղը, գալիս է նախաքրիստոնեական, հեթանոսական ժամանակներից։ Տարբեր ժամանակաշրջաններում գյուղն ամայացել է, դարձել նորից կենսունակ, ենթարկվել բնական ու մարդածին աղետների, բայց բարեբախտաբար անգամ այս վայրի վերումների ընթացքում այստեղ պահպանվել է պատմամշակութային անգնահատելի ժառանգությունը։ Բաց երկնքի տակ Գոգարանի Սուրբ Աստվածածին եկեղեցին է։ Հայաստանի Լոռու մարզի մարզկենտրոն Վանաձորից 33 կիլոմետր հյուսիս-արևմտյան ուղղությամբ, բազումի լեռնաշղթայի արևմտյան հատվածի Գոգարանց լեռների հարավային ստորոտին է գտնվում Գոգարան գյուղը, որտեղ էլ տեսնում ենք 4-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Գոգարանը Սպիտակի տարածաշրջանի հնագույն գյուղերից մեկն է, հայտնի է հին անունը իր Գորան, որ թերևս մինչև հիմա էլ պահպանվել է։ Գյուղը շատ հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, շատ հարուստ պատմություն ունի, դեռևս հնագույն շրջանից սկսած։ Գյուղի մերձակա տարածքներում գտնվում են մեր թվարկությունից առաջ երկրորդից առաջին հազարամյակների դամբարաններ, որոնք պեղվել են երջանկահիշատակ հնագետ Արամ Քալանթերյանի ղեկավարած արշավախմբի կողմից եւ շատ հետաքրքիր կրոմլեխներ են բացվել շատ հարուստ նյութով եւ տարբերվում են նրանով, որ ի տարբերություն շատ կրոմլեխների դրանց քարե օղակները, զրահները շարված են ոչ թե անտաշ տարբեր չափերի գլաքարերով, այլ հստակ մշակված սալաքարերով։ Այդ առումով դրանք շատ ունիկալ դամբարաններ են եւ շատ լավ նյութ են տվել, բայց Գոգարանը նաեւ հարուստ է միջնադարյան հուշարձանների հսկա ցանցով եւ այստեղ որ մենք գտնվում ենք հիմա այս պահին Գոգարանի Սուրբ Աստվածածին եկեղեցին է, որը 1988 թվականի երկրաշարժի ժամանակ հիմնովին քանդվել ավերվել էր, բայց տեղում ուշ շրջանի 17-18-րդ դարի եկեղեցի էր, ժամանակաշրջանի բնորոշ շարվածքով, զանգակատնով եւ այլն, եւ երբ 1989 թվականին, 90-ական թվականներին Երկիր եւ մշակույթ կազմակերպություն նախաձեռնեց այս եկեղեցու վերականգնումը, կատարվեցին մաքրման աշխատանքներ եւ այլն, բացահայտվեց, որ իրականում այդ ուշ շրջանի եկեղեցու հիմքերի տակ կա վաղ միջնադարյան եկեղեցու հիմքեր, որի մասին թերևս ոչ ոք չգիտեր։ Եվ ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը նախագիծը փոփոխեց եւ որոշում կայացվեց, որ եկեղեցին վերականգնվի հենց հնագույն իր տեսքով եւ հատակագծով, որը որ մենք այժմ տեսնում ենք։ Այս հիմքերը հնագույն որ կան, դրանք չեն երևացել երբևէ եւ միայն այդ ժամանակի հայտ եկան։ Երբ որ վերականգնման աշխատանքները ընթանում էին, բացահայտվեց այդ հնագույն շերտը, շարվածքների հիմքերը եւ պատերի ստորին հատվածները, որը մենք հիմա տեսնում ենք, եւ հենց դրա վրա, որ մոտ 1 մետր բարձրությամբ պահպանվել են, կառուցվեց արդեն այս նոր հատվածները, այսինքն վերին հատվածը ամբողջությամբ նոր վերականգնված է եւ նույն կերպ մնացած հատվածները, թաղը, թաղակիր կամարները, որնամույթերը եւ այլն, բայց ամենակարևորն այն է, որ հնագույն այս շերտի մեջ պահպանվել էին այդ բոլոր մանրամասները, որոնք մեզ հնարավորություն, ճարտարապետին հնարավորություն տվեց ամբողջությամբ այն վերականգնել իր նախնական տեսքով։ Խաչն էլ այդ աշխատանքների ժամանակ է հայտ եկել, միգուցե տեղում փլատակների մեջ է եղել, միգուցե հենց հողափոխման այդ աշխատանքների ժամանակ է հայտ եկել, խաչակիր պատվանդանների ու կոթողների հետ միասին, բայց ամեն դեպքում հնարավորինս փորձվել է իր հին նախնական տեսքով վերականգնել եկեղեցին։ Իդեպ տանիքի հենց գտնվող տուֆե խաչը ինքը ճարտարապետը տեղում քանդակել էր եւ տեղադրվեց ու օծվեց եկեղեցու տանիքին ու ամբողջությամբ ստացանք ամբողջական պատկեր վաղ միջնադարյան հուշահամալիրի։ Իրականում ինքը վաղ միջնադարյան միանավ սրահ է, արտաքուր շեշտված բազմանիստ աբսիդով, ինչը շատ բնորոշ է հենց վաղ միջնադարին։ 1990-ական թվականներին եկեղեցին վերականգնվեց, մինչև 96 թվականը տևեցին աշխատանքները, մեծ թվով եւ տեղացիներին մասնակցում եւ կամավորներ աշխարհի տարբեր երկրներից, նշեմ, որ դա Երկիր եւ մշակույթ կազմակերպության առաջին գործերից մեկն էր Հայաստանում։ Ընդհանրապես այդ կազմակերպությունը հիմնադրվել է 1977 թվականին եւ բազմաթիվ հայրենանվեր գործունեություն է ծավալել հայկական գաղթօջախներում, իսկ 89 թվականից արդեն իր գործունեությունը սկսեց Հայաստանում եւ առաջիններից մեկը այս Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնումն էր, որի ճարտարապետ Ստեփան Նալբանդյանն էր։ Ես
փոքր էին ժամանակ, երբ աշխատանքները գնում են, բայց հիշում եմ, ինչ որ չափով փորձում էի մասնակցել, օգնել եւ այլն, բավականին երկար տևեցին եւ ահա 96 թվականին արդեն Գարեգին առաջին ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ եկեղեցին օծվեց եւ դարձավ գործող։ Բացի բուն եկեղեցուց տարածքում նաև հայտնաբերեցին վաղ միջնադարյան տարբեր կոթողների բեկորներ։ 5 պատվանդան գտնվեց հավասարաձև խաչերի պատկերներով, տարբեր սյուների քառակող կոթողների հատվածներ, թևավոր խաչի 11 բեկոր, 2 խոյակ եւ այլն։ Եվ դրանք նույնպես հետագայում որոշում կայացվեց, որպեսզի ամեն դեպքում հենց տեղում եկեղեցու հարևանության վերականգնվեն, նախագիծ արվեց եւ այդ կոթողները ինչ որ մնացել էր, ինչ չափով որ հնարավոր էր, վերականգնվեցին ու տեղադրվեցին եկեղեցու բակում եւ շատ հետաքրքիր է, որ մենք մտնում ենք Սուրբ Աստվածածին եկեղեցու բակ, ազդեցիկ ու տպավորիչ է այդ ամեն ինչը, երբ որ մենք տեսնում ենք վաղ միջնադար ամբողջությամբ իր մանրամասներով, թե վաղ միջնադարյան այս բազիլիկ եկեղեցին, թե այդ կոթողները ու թևավոր խաչերը։ Եկեղեցու շուրջը փրված է միջնադարյան գերեզմանոցը, որտեղ կան վաղ միջնադարից մինչև ուշ միջնադար տարբեր տապանաքարերի տիպեր, տեսակներ, նույնիսկ մինչև 19-20-րդ դարը, բայց հետաքրքիր են հատկապես այդ վաղ միջնադարյան կոթողները, որոնց մասին ես նշեցի, մի շատ կարևոր հանգամանք, ճիշտ է, պատմական տեղեկություններ ընդհանուր առմամբ չունենք, բայց Ներսես Շնորհալին 12-րդ դարում նշում է, որ այստեղ կա մի շատ գեղեցիկ եկեղեցի, որի շուրջը մեծ թվով խաչաքանդակներ եւ խաչքարեր կան, դա շատ կարևոր տեղեկատվություն է մեզ համար եւ ահա բացահայտված այդ բոլոր թևավոր խաչերի բեկորները, քառակող կոթողները, պատվանդանները, խոյակները, նաեւ խարիսխներ են գտնվել, հաստատում են, որ այդ 11-12-րդ դարում գոնե դրանք այս տարածքում եղել են։ Եվ լավ էր դրանց բացահայտումը, շատ ուշագրավ նմուշներ են, մեդալյոնի մեջ առնված հավասարաձև խաչը, խաղողի ողկույզի պատկերներ եւ այլն, ինչը տիպիկ է վաղ միջնադարին եւ տարածված է մեծ տարածում ունի նաեւ Լոռիում։ Եկեղեցու տարածքը բավականին բարեխնամ է, մաքուր է, տեղացիները շատ սիրում են իրենց սրբավայրը, բայց ինչպես ցանկացած պատմական հուշարձան, ինչքան էլ որ այն վերականգնես, անընդհատ խնամքի եւ ուշադրության կարիք ունի։ Տվյալ դեպքում մենք տեսնում ենք, որ Սուրբ Աստվածածին եկեղեցու պատերը, տուֆ քարը ջուր է ներծծում, ինչը որ հատուկ է տուֆին եւ սկսում են պատերը աղաղակալել ու լուրջ խնդիրներ հետագայում առաջացնել, որովհետեւ ներծծված ջուրը հետագայում սառում է, սառուցալվում է եւ ներսում դատարկ տարածություններ են գանում։ Այս հարցը պարբերաբար քննարկվում է, խնդիրները լուծումներ են առաջարկում եւ հուսով եմ, որ ինչ-որ լուծում ի վերջո կգտնվի։ Տարածքում բավականին լավ շեշտված երևում է այդ խնդիրը, նույնիսկ հիմքերի մոտ որոշ տեղերում դրսից էլի շատ հատվածներ եւ դա իհարկե հրատապ լուծման կարիք ունի։ Այս տարածաշրջանի պատմությունը հազարամյակներով է հաշվում։ 5 գյուղատեղիներ, դամբարաններ, ժայռափոր կացարաններ, որոնցից այս տարածքում հայտնիներից են Գեղասարի Վիմափոր քարանձավները։ Գոգարանից Գեղասար գնացող ճանապարհահատվածում Վանաձոր Գյումրի մայրուղու հարևանությամբ ձգվող հին բնակատեղին հետաքրքիր է ու թերևս ուշադրության ու խնամքի կարոտ։ Ընդհանրապես քարանձավային բնակատեղիների մշակույթը շատ խորը արմատներ ունի հայկական իրականությունում, հնագույն շրջանից մինչև ուշ միջնադար եւ հատկապես մեծ զարգացում ու տարածում է ստանում զարգացած միջնադարում։ Մենք շատ ունենք քարերային բնակատեղիներ, համալիրներ, իհարկե ամենանշանավորը եւ ամենից մեծը դա Անի քարանձավային համալիրն է, 1000 համալիրներից բաղկացած այդ հսկա
տարածքը, որը բարբերաբար շարունակ բացահայտվում է, նորանոր քարերներ են հայտնաբերվում, սրբատեղիներ եւ այլն, բայց ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում էլ շատ են։ Սյունիքի մարզում մենք ունենք նշանավոր քարերային համալիրներ, ինչպիսիք են օրինակ Խնձորեսկի, Հինգորիսի, Տեղգյուղի համալիրները, Վայոց ձորում, Ռնդի ժայռափոր համալիրը, Մարտիրոս գյուղի ժայռափոր համալիրը։ Իհարկե լավագույն պահպանվածներից եւ գլուխգործոցներից մեկը Գեղարդավանքի ժայռափոր համալիրն է, նաև Քասախ-Գետի կիրճում ունենք, Արագածոտնի մարզում են շատ եւ վերջերս հայտնաբերված Օհանավանի ժայռափոր համալիրը, որ մեծ աղմուկ բարձրացրեց։ Այս մեկը, որ հիմա մենք գտնում ենք, դա Լորվա մարզի ժայռափոր համալիրներից է, գտնվում է Գեղասար գյուղի վարչական տարածքում, Սպիտակ քաղաքից մոտ 10 կիլոմետր դեպի արևմուտք, բավականին հետաքրքիր է ինքը։ Հայտնաբերվել է 1977 թվականին պատահաբար ճանապարհաշինարական աշխատանքների ժամանակ եւ հենց այդ թվականից մի քանի տարի ի վեր 1977-ից կարծեմ 80 թվականը հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի արշավախումբը այստեղ պեղումներ է իրականացրել եւ պարզվել է, որ գործ ունենք բավականին ընդարձակ եւ լուրջ մշակութային շերտերով հարուստ տարածքի հետ։ Բուն ժայռափոր համալիրը մոտ 300-ից 500 մետր ձգվածություն ունի, բայց նրանից դուրս 5 հեկտար կա բնակատեղին, պեղումները բավականին լուրջ արդյունքներ տվեցին, պարզվեց, որ այստեղ մենք գործ ունենք ոչ միայն միահարկ քարերների հետ, այլ երկհարկ, եռահարկ, դրանք գծված են իրար տարբեր մուտքերով, կա եւ պաշտամունքային, եւ կենցաղային, եւ արհեստագործական քարերներ, հետաքրքիր է եկեղեցին, հետաքրքիր է քարավանատունը, նաեւ հայտնաբերվել է տապանատունը, որտեղ կարծեմ 12 գերեզման է պեղվել, արհեստավորական սենյակներ, պեղումներից հայտնաբերվել են մեծ թվով խեցեղեն իհարկե եւ անջնարակ եւ ջնարակված, մետաղ է հայտնաբերվել շատ եւ ամենից կարեւոր գտածոներից մետաղի բազմաթիվ այդ խարամները, այդ լուծույթները, ինչը հաստատում է այն, որ տարածքում նաև զբաղվել են մետաղամշակմամբ, մետաղամշակության, մետաղագործության արհեստանոցներ են եղել այս համալիրում։ Այժմ մենք տեսնում ենք հուշարձանից այն ինչ որ պահպանվել է եւ ինչ վիճակում որ գտնվում է, իհարկե շատ տխուր է տեսարանը, այստեղ ակնհայտ է վանդալիզմի դրսևորման այդ բուրըն մոլուցքը, ամեն տեղ գրեթե բոլոր հատվածներում այս ժայռափոր վիմափոր համալիրի մենք տեսնում ենք փորագրված կամ ներկով արված անուններ, այդ սովորությունը, որ արմատացել է ժողովրդի մեջ, չգիտեմ, ավելի մոլեռանդորեն տարածվում է հենց հուշարձանների վրա եւ ամենտեղ ես միշտ կրկնում եմ, որ դրանք ոչ մի բան չեն տալիս, այլ ընդհակառակը անդառնալի վնաս են հասցնում հուշարձանին, քանի որ այդ փորվածքի կամ ներկի շերտերը հեռացնել երբեմն լինում է անհնար, իսկ հեռացնելուց էլ վնասվում է տվյալ հուշարձանի քարի պաշտպանիչ շերտը եւ արդեն դրա քայքայումը կանխելը դառնում է անհնար։ Ուստի միշտ հորդորում եմ, խնդրում եմ, պահանջում եմ մեր հայրենակիցներին, մեր ժողովրդին, որ երբեք հուշարձանի տարածքում նման բան չանեն, որտեղ դա պարզապես իրենց ոչինչ չի տալու, այլ միայն անդառնալի վնաս է հասցնելու հուշարձանին։ Իմացել ենք մեր պապերից, մեր մեծերից, որ ունեցել ենք 4 տարի, հետո երկրաշարժ եղավ, մեր եկեղեցին քանդվեց լրիվ, մեր Ստեփանը եկավ այստեղ ու նորից մեր եկեղեցին կառուցվեց մեր գոգարանցիների համար։ Մեր մանկությունը եկեղեցու մոտ այլել, գալիս երեխեքի քաղանը, ու թե ինձ Ստյոպիայից ծանոթացակ, եկա լավ բաներ այլել մեր գյուղի մեծ եկեղեցին։ Ամեն օր ամերիկացիք են գալիս, տարբեր տեղերից, գալիս են, վերևել ունեք սուրբ, գնում են այնտեղ, խաչի մոտ էլ, գալիս են, ամեն տեղից գալիս են։ Չորրորդ դարվա կառուցա այս եկեղեցին, մեր լավ եկեղեցին է, քանդվեց երկրաշարժի վաղտը, սրան զանգակատուն ուներ, վերջը որ քանդվեց, եկան ուսումնասիրեցին, ամեն ինչ արեցին, մեր Նալբանդյանը Ստյոպան ճարտարապետ էր, շատ մեր դեղը հարգել ենք, հարգված մարդ այլ է, շնորհքով շինեցինք, ես էլ Ստիան աշխատողն եմ էլի, սա ու հետ, Ստյոպիս հետ, են խաչն էլ Ստյոպս ա շինի, են խաչի միջին էլ անունը կա։
Գոգարանցիները անթաքույց հպարտությամբ են խոսում բարձրադիր գյուղի մասին, նշելով անպայման, որ ծովի մակարդակից այն բարձր է շուրջ 1900 մետր, ու եկեղեցին նրանց բազմաթիվ պատմությունների առանցքային դրվագն է իր հին ու շարունակվող պատմությամբ։ Բաց երկնքի տակ Գոգարանի Սուրբ Աստվածածին եկեղեցիներ։